Ողջույն, Բուն TV-ի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք բեռնափոխադրողների խնդիրների մասին, իմաստնավորի Ռուսաստանի Դաշնություն վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում առաջացած խնդիրների եւ դրանց ազդեցության Հայաստանի վրա։ Իմ հյուրն է միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Տիկին Բեժանյան, ես ճիշտ եմ հասկանում, որ ճգնաժամ այս պայծությամբ ստեղծված ոլորտում, կխնդրեմ մեզ մի փոքր նկարագրեք ինչն է փոխվել, որ առաջացել է այս ճգնաժամը։ Շնորհակալություն, ճգնաժամ իրոք առկա է եւ ճգնաժամը խորանալու միտում ունի, իսկ պատճառը այն է, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ 115 օրենքը, օտարերկրացիների իրավական կարգավիճակը Ռուսաստանի Դաշնությունում, եւ այնտեղ տեղի ունեցավ փոփոխություն, համաձայն որի ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք մինչև օրենքի ընդունումը իրավունք ունեին տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու Ռուսաստանի Դաշնության տարածքում, այլևս հունվարի 1-ից կարող են Ռուսաստանի Դաշնության տարածքում մնալ մեկ օրացուցային տարվա ընթացքում գումարային 90 օր։ Այսինքն ժամկետը 2 անգամ կրճատվեց։ Եվ ամբողջ աբսուրդը նրանում է, որ սա վերաբերվում է նաև Ռուսաստանի Դաշնություն ուղևորաբեռնափոխադրում իրականացնող վարորդներին, օդաչուներին, բորտուղեկցողներին, գնացքավարներին, այսինքն բոլոր նրանց, ովքեր ոչ աշխատելու կամ ոչ սովորելու նպատակով են մուտք գործում։ Աշխատանքի եւ ուսման նպատակով մեկնողներին չի վերաբերում, մնացած բոլորին վերաբերվում է։ Եվ երբ որ մեր բեռնափոխադրողները եկավ արդեն տարվա կեսը անցավ ու իրենք գնալ գալով այդ ժամկետը սպառեցին, իրենք կանգնեցին այս խնդրի առաջ։ Անկեղծորեն կարող եմ ասել, որ արդեն իսկ մայիս-հունիս ամիսներին նրանցից շատերի ժամկետները լրացել էր։ Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա, իսկ ինչպես եղավ, որ իրենք կարողանում էին մուտք գործել, իսկ հիմա ոստիկանությունը հաշվում է, որ նրանք արդեն այդ ժամկետը գերազանցել են 130 օր, 140 օր, 150 օր եւ նրանց մուտքի արգելք են դնում, ոչ թե զգուշացնում են, մուտքի արգելք են դնում 5 տարի ժամկետով։ Բանն նրանում է, որ փետրվարի 5-ից նոր փոփոխությունը ուժի մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության, համաձայն որի ստեղծվեց օտարերկրացիների համար վերահսկվող անձանց ռեեստր եւ սահմանվեց ռեժիմ վիսելկի արտաքսման ռեժիմը, նոր օրենքը, եւ եթե օտարերկրացին որևէ վարչական խախտում է իրականացնում, նա հայտնվում է այս վերահսկվող անձանց ռեեստրում եւ կար ՌԴ նախագահի հրամանագիր, որը երկարացվեց մինչև սեպտեմբերի 10, որով հնարավորություն էր տրվում օտարերկրացիներին իրենց անօրինական կարգավիճակը օրինականացնել, այսինքն պակասող փաստաթղթերը լրացնել, հնարավոր ամեն գործողություններն անել, որպեսզի իրենք դառնան օրինական։ Եվ սեպտեմբերի 10-ից հետո, երբ նախագահի հրամանագրի ժամկետը լրացավ, ոստիկանները սկսեցին բավականին խստորեն ստուգումներ իրականացնել։ Եւ պատճառը դա է, որ հատկապես սեպտեմբերի կեսերին եւ մասնավորապես հոկտեմբերի սկզբին մեր վարորդները կանգնեցին այն փաստի առաջ, որ ոստիկանները կանգնեցնում էին մեքենաները, անձնագրով ստուգում էին մուտքի ելքի կնիքները, հետո նաև բազայում համեմատում էին մուտքի ելքի ժամկետները եւ երբ որ 90 օրը գերազանցել էր անձը, նրան մուտքի արգելք էին դնում։ Այդտեղ մի հատ անհասկանալի ուղղակի պահ կա։ Սահմանապահը չէր տեսնում, որ ներս էր թողում Ռուսաստան այդ մարդուն, որ իր մոտ այդպես խնդիր կա։ Սա էլ մեկ այլ խնդիր է։ Սահմանապահները առողջ տրամաբանության շրջանակում իրենք տեղեկացնում էին վարորդներին, որ այս օրենքը ձեզ չի վերաբերվում։ Եվ դա վերաբերվում է Ռուսաստանի Դաշնություն որևէ ժամկետով մնալ պատրաստվող օտարերկրացիներին, բայց ոչ մի պարագայում բեռնափոխադրողների։ Այստեղ կներեք, էլի մի հատ ընթացիկ հարց, աշխարհում ընդհանրապես ո՞նց է այդ կարգավորումը, այդ բեռնափոխադրումներ, ուղևորափոխադրումներ կազմակերպող անձինք ինչ ռեգուլյացիաների են ենթարկվում։ Միջազգային կոնվենցիա կա, Չիկագոյի կոնվենցիան, որը կարգավորում է այս դաշտը, այսինքն ընդունված պրակտիկան է, որ այդ օրենքները չեն վերաբերվում այս մարդկանց, դա միջազգային պրակտիկա է։ Կա միջազգային պրակտիկա, կա միջազգային կոնվենցիա, որի շրջանակներում Ռուսաստանն էլ անդամակցում է այդ կոնվենցիային։ Եվ Ռուսաստանն է անդամակցում, եւ Հայաստանն է անդամակցում են եւ բնականաբար հենց այս շրջանակում էլ կարգավորվել է, բայց այնպես է ստացվել, որ հիմա Ռուսաստանի Դաշնությունը իր ազգային օրենսդրությունը գերադասում է կոնվենցիային եւ փաստորեն կիրառում է իր ազգային օրենսդրությունը, ինչի արդյունքում
բեռնափոխադրողները հայտնվել են այս իրավիճակում եւ նորից եմ ասում սահմանապահը շատ առողջ տրամաբանության շրջանակում ասում էր որ այս օրենքը ձեզ չի վերաբերվում եւ հիմա էլ եթե անձը գտնվում է անգամ վերահսկվող անձանց ռեեստրում սահմանապահը որևէ խոչընդոտ չի առաջացնում վարորդի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այսինքն իմանալով որ մարդ եթե մտնի Ռուսաստանի Դաշնության տարածք, ինքը ոստիկանության հետ խնդիրներ ունենալու սահմանապահը թողում է անցնի։ Քանի որ բեռնափոխադրողները անցնում են այլ կետով, սահմանային անցակետի այլ կետով իրենց համար այլ հատված է նախատեսված, այդ հատվածով անցնողներին բեռներ փոխադրողներին նույնիսկ չեն նայում անձնագրում սահմանապահները ժամկետը ինչքան է անցել, ինչքան է մնացել, բայց հենց իրենք անցնում են, մտնում են ՌԴ տարածք, բավական է մի քիչ հեռանալ, ոստիկանները կազմ ու պատրաստ սպասում են։ Անմիջապես ստուգում են փաստաթղթերը եւ նշանակում են քանի որ իրենք այլևս օրենքով իրավունք ունեն առանց դատարանի որոշման արտաքսում անելու ռեժիմ վիսելկին ուժի մեջ է մտել իրենք առանց դատարանի որոշման ինքնուրույն վարչական իրավախախտումների մասին օրենքի 18 հոդվածով եւ տուգանք են նշանակում եւ մուտքի արգելք 5 տարի ոստիկանն է նշանակում այո ոստիկանը դեռևս ինձ դիմացները որոնք մի քանի տասնյակ են նրանցից ընդամենը 1 հոգու նկատմամբ է որ դատարանի որոշումով է եղել մնացած բոլորի պարագայում եղել է ոստիկանի որոշումով եւ հստակ նշված է Եվ դա Ռուսաստանում ոստիկանի որոշմամբ մարդուն կարան արտաքսել։ Դրա համար դատարանի որոշում պետք չի։ 25 թվականի փետրվարի 5-ից ոստիկաններին տրված է այդ լիազորությունը եւ սեպտեմբերի 10-ից սկսած իրենք կիրառում են իրենց տրված այդ լիազորությունը։ Արտաքսում են առանց դատարանի որոշման եւ վարորդներն էլ փաստորեն բացառություն չեն եւ հայտնվում են։ Դե ինչ որ չափով նաեւ ճանաչելով Ռուսաստանի Դաշնությունում գոյություն ունեցող բարքերը եւ վարքերը, սա նաեւ մեծագույն կոռուպցիոն ռիսկեր է իր մեջ պարունակում եւ շորթման բնականաբար Այո մինչև սկզբում 20-ից 30 հետո 30-ից 50,000 ռուբլու հիմա դեպքեր են եղել երբ որ նույնիսկ 100,000 ռուբլի են պահանջել որպեսզի չնկատեն որ տվյալ վարորդի մոտ 90-օրյա ժամկետը ու դա տեսականորեն կարա 5 կիլոմետրը մեկ մի հատ ոստիկան այդքան գումար պահանջի որտեվ ամեն ոստիկան փաստորեն կարա քեզ ուղղակի արտաքսի երկրից առանց տեսականորեն այո բայց դեռևս գործնականում այդ խնդիրը ունենք առայժմ մեր վարորդները որտեվ այլ երկրների վարորդները այլտեղ ունեն մենք ունենք Վլադիկավկազում այդ խնդիրը մենք կոնկրետ պունկտ կա, որի մոտ մենք ունենք, այ հենց այդ ոստիկաններն են եւ անխտիր բոլոր բացի դատարանի որոշումը, որը եղել է Մախաչկալայում, մնացած բոլոր դեպքերը եղել են կոնկրետ այդ ոստիկանական կետով։ Հասկանալի է։ Սա մենակ Հայաստանին չի վերաբերվում։ Ոչ։ Սա վերաբերվում է մնացած բոլոր ուրեմն ոչ վիզային ռեժիմի երկրներ, այսինքն սա վերաբերում է Ղազախստանին, Կենտրոնական Ասիայի երկրներին, Ադրբեջանին, իսկ Բելարուսին։ Ոչ, Բելարուսը միութենական պետություն է, բացի Բելարուսից, մնացած բոլորին վերաբերվում է։ Ավելին ասեմ, եթե վարորդը մուտք է գործում Ռուսաստանի Դաշնության տարածք եւ բեռները պետք է տանի Բելարուս ու վերադառնա, Բելարուսի տարածքում գտնվելու ժամկետը եւս 90-օրյա ժամկետի մեջ իրենք հաշվում են։ Հասկացա։ Այստեղ երկու բան կա, էլի, մեկը ահռելի տարածություններ են, որոնք կան Ռուսաստանում եւ որոնք օբյեկտիվորեն ուրեմն պատտվում է այդ ոնց որ ասած օրերի քանակությունը։ Երկրորդը ես ճիշտ եմ հասկանում, որ երբ օրինակ համար լարսում այդ հսկայական հերթերն են առաջանում, որոնք կարող տևեն 5-10 օր, դա էլ է պատտվում։ Իսկ դա էլ է օրականակ հաշվվում։ Անպայման։ Եվ եթե դա 5-10 օրով վերջանար, լավ կներ, հաճախ այդ օրերը 1 ամիս եւ ավելի են ցկվում։ Իսկ հիմա երբ որ ծմերը սկսվի, նաեւ եղանակային պայմաններով պայմանավորված վստահաբար 30 եւ ավելի օր կտևի, եթե վարորդը ծնաբքի տակ է։ Այսինքն ձեր խոսքից դուրս է գալիս, որ ինչ որ ժամանակ անց Հայաստանում պարզապես չի մնալու վարորդ բեռնատարի, ով որ Ռուսաստան մուտք գործելու իրավունք է ունենալու։ Դա մեկ տարվա ընթացքում է։ Հիմա այս տարվա ընթացքում ավելի քան 900 վարորդ արդեն այդ ժամկետը գերազանցել է։ Նրանց մի մասը հայտնվել է վերահսկվող անձանց ռեեստրում եւ աշխատանքներ տարվեցին, որ ռեեստրից անեն իրենց, բայց դա նշանակում է, որ իրենք այս տարվա ընթացքում չպետք է մուտք գործեն Ռուսաստանի Դաշնություն, այլ կարող են հաջորդ տարվա ընթացքում գնալ 26 թվականի։ Եվ կա
մի քանի տասնյակ, մոտ 4-5 տասնյակ, որը ես եմ ստացել, բայց վստահորեն այդ թիվը 100-ը անցնում է, վարորդներ, ում արդեն դրվել է մուտքի արգելք 5 տարի ժամկետով։ Ավելին ասեմ, մեկ դեպք ունենք, երբ որ վարորդը մուտքի արգելքը ստացել էր, եկել էր Հայաստան, բեռ էր բարձել, նորից էր գնացել սահմանապահը, քանի որ բազան թարմացված չի եղել, չի նկատել, որ անձը ունի մուտքի արգելք, ներս էր թողել, նույն ոստիկանները նույն մեքենային, մեկ շաբաթվա տարբերությամբ կանգնեցրել էին եւ մուտքի արգելքը դարձրել էին 10 տարի, պնդելով, որ նա իրավունք չուներ։ Երրորդ անգամ երբ որ փորձել էր, իր սահմանապահին հարց չի տվել, բայց մարդը մուտքի իրավունքի արգելք ուներ, ոնց է իրենք իրար հարցեր չեն։ Հա, իրանք մեզ են հարցեր տվել։ Իսկ երբ որ երրորդ անգամ փորձել էր, արդեն սահմանապահը ասել էր, որ դուք 10 տարով մուտքի արգելք ունեք, ես բազայում տեսնում եմ, այլևս ձեզ չեմ կարող, ու ինքը բեռով մնացել էր սահմանից դիպած վերադարձել։ Մոտավորապես արմիությունը Հայաստանում բեռնափոխադրողների, վարորդների քանի հոգի է։ Այսինքն որ հիմա դուք օրինակ ասում եք 100 հոգին արդեն ունեն այդ մուտքի արգելք, ես ուզում եմ տենդենս հասկանամ, էլի մենք ինչ մասշտաբի ճգնաժամ ենք։ Ես անկեղծորեն նույնիսկ չգիտեմ իրենք ունեն արմիություն թե ոչ։ Հա։ Որովհետև ես ենթադրում եմ, որ եթե ունենային, վստահաբար այդ հարցը աշխատանքային միգրանտների հարցերով զբաղվող փորձագետի տիրույթում չէր լինի։ Երբ ֆանից էր պարզ, որ մենք նման խնդրի ենք բախվելու, որտեղ այդ օրենքը մի օրում չեն ընդունել, չէ՞, ես ենթադրում եմ։ Օրենքը ընդունվել է 24 թվականի հուլիսին, ուժի մեջ է մտել 25-ի հունվարի 1-ին։ Ես արդեն օգոստոս ամսին վերլուծություն եմ արել այս եւ այլ մի շարք օրենսդրական կետերի վերաբերյալ եւ դրա մասին տեղեկացրել եմ, առնվազն ես տեղեկացրել եմ, նամակներ ենք ուղարկել արդեն կազմակերպության անունից Հայկական Կարիտասի եւ արտաքին գործերի նախարարություն եւ ներքին գործերի նախարարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, անվտանգության խորհրդին եւ ազգային ժողով եւ երկու գերատեսչությունից ես արձագանք ունեի, ներքին գործերի նախարարությունից, որ հրավիրեցին հանդիպման հասկանալու ինչ կարող է լինել հետևանքները, բայց քանի որ այս թիրախումբը իրենց տիրույթում չի, ավելի երկար չգնաց այս քննարկումը, եւ երկրորդը ԱԳՆ-ի շնորհակալություն հայտնեցին, որ մենք տեղեկացրել ենք։ Ազգային ժողով նամակը կորավ, մեծ դժվարությամբ գտան, հետո ինչ որ փորձագետ ասաց, որ ինքը կարծում է, որ այս օրենքի փոփոխությունները մեր քաղաքացիների վրա էական ազդեցություն չեն ունենա, խնդիր չի լինի մեզ համար, եւ այլ արձագանք չի եղել, բայց ես հնարավոր բոլոր տարբերակներով առնվազն հունվարի 1-ից մինչև վերջերս միշտ նշել եմ, որ մենք այս խնդրի առաջ կանգնելու ենք, որտեղ օրենքում հստակ նշված է, իսկ Ռուսաստանը այն երկիրն է, որը իր օրենքով է շարժվելու։ Միանշանակ այս կարծում եմ, որ պետք է հետևություններ անեն պետական մարմինները, պատկան մարմինները, թե ոնց է ստացվել, որ իրենց փորձագետը եւ իրենց ուրեմն այն մարմինները, որոնք պատասխանատու էին նախապես այս աշխատանքները իրականացնելու համար, նման սխալ են թույլ տվել եւ փաստորեն թերագնահատել են սպասվող ճգնաժամի լրջությունը։ Հիմա ինչ է արվում։ Այս պահի դրությամբ ԵԱՏՄ հանձնաժողովի շրջանակում է, այն ինչին ես տեղյակ եմ, ԵԱՏՄ հանձնաժողովի շրջանակում քննարկվել է այս հարցը եւ նաեւ ԵԱՏՄ հանձնաժողովն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնությանը, ռուսական կողմին, կոնկրետ այս հոդվածի կիրառում այս թիրախմբի նկատմամբ ինչ կետերով է հակասության մեջ ԵԱՏՄ պայմանագրին եւ բազմաթիվ կետերով է ինքը հակասության մեջ։ Այսինքն ոչ միայն Չիկագոյի կոնվենցիային հակասում, ինքնաբար ԵԱՏՄ-ի։ Այո, շատ ուղիղ է հակասում, որտեղ այնտեղ անդամ երկրների, քաղաքացիների, ապրանքների, առևտրի ազատության մասին է խոսքը, որը բոլոր կետերով խախտվում եւ խոչընդոտվում է։ Եվ նաև ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերի հանդիպման ժամանակ է այս հարցը քննարկվել։ Ամեն դեպքում մեր էկոնոմիկայի եւ տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացնում են, որ հարցը քննարկման փուլում է, ռուսները խոստացել են, որ այս թիրախմբի համար կդարձնեն 180 օր այդ 90-օրյա ժամկետը։ Այսինքն կվերադառնանք նախկին կարգավորմանը։ Նախկին կարգավորմանը, բայց երբ կվերադառնան, երբ կընդունեն դա, ինչպես կանեն դա, արդյոք արդեն մուտքի արգելք ունեցողներին եւս կվերաբերվի դա, եթե կվերաբերվի, ինչպես կվերաբերվի, արդյոք նրանց նկատմամբ ուղղակի կչեղարկեն կամ ամնիստիա կկիրառեն։ Այսինքն այս բոլոր հարցերը դեռևս բաց են, ընդհանրապես ունենք տեղեկություն, որ քննարկվում է, բայց ես ուզում եմ նշել, որ չպետք է վերաբերմունք այդպիսին լինի, այսինքն Ռուսաստանը բարի կամքի դրսևորում անի եւ օրենքում փոփոխություն անի։ Ռուսաստանը կարող է ոչ մի փոփոխություն չանի իր օրենքում,
պարզապես իր ներքին գործերի մարմիններին հրահանգի, որ այլևս ձեռք չեք տալու, որովհետև կոնվենցիան գերակայում է ազգային օրենսդրությանը, պետք չէ օրենքում փոփոխություն անել։ Եվ կամ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա սա չի տարածվել, իսկ բեռնափոխադրողների վրա ընդհանրապես այս օրենքը չպետք է տարածվի։ Այսինքն ընդունել, որ կա կոնվենցիա, կա ԵԱՏՄ պայմանագիր, եւ այս շրջանակում հարցը կարգավորվում է։ Մենք կարող ենք նույնիսկ արձանագրել, որ խնդիրը իրականում իրավական չէ, խնդիրը քաղաքական է։ Իհարկե, սա քաղաքական կամքի դրսևորման, այսինքն այստեղ պարզապես պետք է Ռուսաստանի Դաշնությունը դրսևորի այդ քաղաքական կամքը եւ ուղղակի ընդունի միջազգային պայմանագրեր եւ կոնվենցիաների գերակայությունը իր ազգային օրենսդրության ու վերջ, այստեղ հարցը կլուծվի։ Էլ կարիք չկա օրենքում փոփոխություն անել կամ եւ այլն։ Դուք ծանոթ եք գործընկերներ ունեք, օրինակ կենտրոնական ասիական երկրներում իրանց մոտ նմանատիպ ճգնաժամ է։ Այո, եւ Ղազախստանի եւ Ղրղստանի գործընկերների հետ կապի մեջ եմ եւ նույնատիպ խնդիրներ ունեն։ Եվ իրենք եւս ինչպես եւ մենք այս պահին ունեն վարորդներ, մենք դեռևս մեկ վարորդի մասին ունենք տվյալներ, իրենք եւս ունեն վարորդներ, որոնք երկարաժամկետ գտնվում են օտարերկրացիների պահման վայրում, սպեցպրիոմնի կալանավայրեր են դրանք օտարերկրացիների համար, եւ նրանց հարցը լուծված չէ, իրենց համար արտաքսման որոշում կայացվել է, բայց արտաքսումը չի արվում, եւ ցավոք սրտի ավելի վատ անդրադարձություն այո։ Ես ոնց հասկանում, իրաց մոտ նաեւ խումբն է ավելի լայն, որտեղ եթե մեր մոտ դրանք միայն բեռնափոխադրող վարորդներն են մեքենաների, իրաց մոտ այնտեղ գնացքավարներ կան, ընդդիմադիր տարածքներ են ավելի մեծ։ Այս պահին ավելի ուղղակիորեն թիրախումբը բեռնափոխադրողներն են եւ հիմա ոստիկանները դեռևս գնացքավարներին չեն կանգնեցնում ստուգում կամ թերևս հնարավորություն չունեն օդաչուներին ստուգելու, բայց հիմնական տուժոխումբը բեռնափոխադրողներն են եւ իմ առնվազն մի քանի օր առաջ իմ Ղազախստանի գործընկերը նշեց, որ Եվրոպայից Ղազախստան եկող բեռները Ռուսաստանի տարածքով են անցնում եւ այնպես է ստացվել, որ հիմա Եվրոպայից եկող 300 վարորդ ունեին, որոնք սահմանին կանգնած էին, չէին կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք, որովհետեւ այդ 90 օր լրացել էր եւ տրանզիտով Ռուսաստանը թույլ չէր տալիս, որ իրենք այդ բեռները հասցնեն Ղազախստան։ Այսինքն նման խնդիր էր կա։ Ղրղստանի վարորդի հետ կապված խնդիր ունեին, երբ որ ուղակի կանգնեցրել էին մեքենան ճամփեզրին, վարորդին կալանավորել էին, ստուգել էին, որ ուղակի 90 օր անցել է, վարորդը երկար արդեն 2 շաբաթ կալանավորված էր, իսկ բեռները, որը սառեցված ձուկ էր, այդ 2 շաբաթը պատկերացնում եք արևի տակ արդեն փչացել էր բեռը եւ գործարարը, որը պատվիրել էր այդ բեռը, բավականին մեծ վնասներ էր կրել։ Դա հասկանալի է։ Մեր մոտ նմանատիպ դեպքեր գրանցվել են, որ ձերբակալ են այդպես։ Մեկ դեպք ունենք, այո, Մախաչկալայում մինչև հիմա դեռևս գտնվում է միգրանտների օտարերկրացիների պահման վայրում եւ ԱԳՆ ուրեմն գործընկերները դիմեցին ՌԴ գործընկերներին եւ նաեւ մեր պիտի ասեմ, որ ի պատիվ մեր Դոնի Ռոստովի հյուպատոսի բավականին ակտիվ քայլեր կատարեց ինքը, որովհետեւ տվյալ վարորդը նաեւ առողջական խնդիրներ ուներ, շաքարային դիաբետ ուներ եւ անոթների խնդիր եւ իր տեղորայքը մնացել էր իր մեքենայի մեջ։ Մեր հյուպատոսը իր միջոցներով գնեց այդ տեղերը եւ ուղարկեց վարորդին, ես գիտեմ, որ տեղ է հասել եւ պարբերաբար նաեւ իր միջնորդությամբ վարորդը կարողանում է ընտանիքի հետ կապի դուրս գալ, բայց մինչեւ հիմա գտնվում է կալանավայրում եւ որքան գիտեմ, առնվազն 2 օր առաջ, երբ որ այլևս ոստիկանությունից չէին պատասխանել, ԱԳՆ-ն նոտա էր ուղարկել, որ այդ վարորդի հետ կապված հարցը հրատապ պետք է լուծվի եւ նա պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետություն, որովհետեւ այն որոշումը, որ կայացրել են դատարանի, այնտեղ նշված է տուգանք 5500 ռուբլի, որ ինքը տեղում վճարել է եւ մուտքի արգելք։ Բայց ինչու են այսքան երկար պահում, ամսի 16-ից, իսկ այսօր արդեն ամսի 29-ն է, 30-ը, ներողություն։ Նկարահանում ենք ամսի 30-ը։ Այո, 30-ն է եւ վարորդը շարունակում է մնալ կալանավայրում։ Հասկանալի է։ Տիկին Բեժանյան, բացի այն, ինչ որ հիմա այս պահը արվել է, այլ ինչ կա, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունը պետք է անի իրավիճակի հանգուցալուծման հասնելու համար ըստ ձեզ։
ամբողջ խնդիրն անում է, որ խնդրի լուծումը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում։ Եվ այն ինչ հնարավոր է անել, ներկայացնել, ճիշտ է, մենք ուշացած ենք այդ քայլերն ան ոչ թե կանխարգելիչ միջոցներ էին, այլ հետևանքներն ենք վերացնելու, բայց ինչ հիմա հնարավոր է անել այդ քննարկումներ եւ այլն, կարծես թե մեր կողմից իրականացվում է։ Ես անշուշտ նաեւ հասկանում եմ, երբ որ արտգործ նախարարը նշեց, որ այս հարցերի քննարկումը չպետք է որևէ կերպ անդրադառնա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, այսինքն ինչ շրջանակում էլ որ քննարկում լինի, այս հարցը պետք է լուծվի այն շրջանակում, որը չպետք է որևէ կերպ խանգարի խոչընդոտի կամ վնասի ինքնիշխանությանը, բայց ես կարծում եմ, որ թերևս ԵԱՏՄ-ի գործոնը պետք է շատ ավելի ակտիվ ներկայացվի, որովհետև եթե մենք այդ կառույցի անդամ ենք, իսկ այդ կառույցը հիմնադրող պետությունը ինքը իր ազգային օրենսդրությունը վեր է դասում, քան ԵԱՏՄ պայմանագիրը, այստեղ շատ լուրջ հարցեր կան եւ պետք է դրա վրա նպատակահարմարության մասին այդ եւ պետք է դրա շուրջ բավականին խիստ գոնե դիրքորոշում արտահայտվի։ Ընդ որում մենք ստեղ մենակ չենք, էլի, մենք ստեղ մյուս ԵԱՏՄ անդամներ որոնց հետ այսինքն այս խնդիրը բացառապես Հայաստան-Ռուսաստան տիրույթում չի։ Այս խնդիրը վերաբերվում է բոլորին, բայց ես անդրադառնում եմ միայն ԵԱՏՄ երկրներին, որովհետև առնվազն այդ պայմանագրին ինքը էականորեն եւ բազում կետերով հակասում է։ Ինձ թվում է նաեւ ուղղակի ինքն իրան այդ հետեւությանն է պետք է գանք, որ մենք օրինակ համար ԵԱՏՄ մյուս երկրների հետ որոնց դա վերաբերում է, շատ ավելի ակտիվ պետք է աշխատենք եւ միասնական ճակատով փորձենք այս հարցը լուծել։ Անպայման։ Եվ մի էսպիսի գիտեք հարց, ինքը ավելի շատ իհարկե ռուսերեն լավ արտադրություն կա, умом Россию не понять, բայց ինչի այս ամեն ինչը արվում։ Դուք պատասխանեցիք ձեր հարցին, ես չեմ կարող ասել։ Որևէ ինչ որ բանական օրինակ տեսակի այդ վերլուծություն կա, թե օրինակ ինչի են իրանք այս ամեն ինչը, որն է նպատակը։ Չկա։ Ես տեղյակ չեմ այդ նպատակից։ Օրինակ չգիտեմ տեսականորեն որպեսզի մնացած բոլոր վարորդներին դուրս մղեն բիզնեսից ռուս վարորդները մենակ սրանով զբաղվեն, բայց արդյոք այդքան ռուս վարորդ կա։ Այդքան վարորդ չունեն։ Ես չեմ կարող ասել անկեղծորեն, այս հարցի պատասխանը ես չունեմ, որովհետև ես էլ եմ շատ երկար մտածել։ Ինչի համար էլի։ Սանկցիաներից հետո այն վիճակում, որ հայտնվել է Ռուսաստանի Դաշնությունը եւ առավել եւս բեռների փոխադրման հետ կապված, մնացել են այդ հատկապես ԵԱՏՄ-ի շրջանակում երկրներն են մնացել, որ կարող են ինչ-որ ձևով այդ սանկցիաների հետ կապված Ռուսաստանին աջակցել եւ հիմա ստեղծել այսպիսի իրավիճակ։ Այստեղ իհարկե մի եզրակացություն էլ եմ ես ուզում ենք դուրս բերենք եւ այսպես նաեւ խորհրդի կարգով դա մեր շատ հարգարժան բեռնափոխադրողների վարորդներին ներկայացնենք, որ արմիություն է պետք ստեղծել։ Պետք է ստեղծել արմիություն եւ եթե օրինակ այդ արմիությունը լիներ, գուցե այդ արմիությունը կարողանար ստիպեր այ ոչ թե ինչպես դուք ասացիք, հա միգրացիոն հարցերով զբաղվող փորձագետը ստիպված էր հիմա իր գործընթացով այս հարցերով զբաղվել, այլ տարբերությունը եւ գուցե նաեւ իրենք ժամանակին կարողանային ավելի շատ աղմուկ բարձրացնել եւ ավելի շատ ուշադրություն գրավեին այս հարցի վրա։ Միանշանակ է, որ այդ արմիությունը պետք է ստեղծել եւ պետք է իրենք կարողանան իրենց իրավունքները պաշտպանել, ոչ թե ճանապարհ փակեն, էլի օրինակի համար։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ արմիության ունեցած գործիքներն էլ պետք է լինեն։ Անսահման չեն, պարզ է, բայց կարողանան համենայն դեպս դա գոնե ավելի լավ քան այն իրավիճակը, որում մենք մեզ որում գտանք էլի այս հարցը։ Շատ բայ դիքին բաժան կուզեք որևէ բան ավելացնել։ Այս ճգնաժամը փաստորեն դեռևս կա, շարունակվում է, ահագնանում է եւ մինչեւ այս բանը լուծում չկա։ Այո, հիմա պարզապես մի շարք վարորդներ, որոնք գիտեն, որ իրենք գերազանցել են 90 օրը, խուսափում են դեռևս Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց, եւ ես պարբերաբար զանգեր եմ ստանում կազմակերպություններից, օրինակ թռչնաբուծական ֆերմա եւ այլն, որոնք կերը բերում են Ռուսաստանի Դաշնությունից եւ հիմա իրենք կանգնել են փաստի առաջ, որովհետեւ իրենց բոլոր վարորդների 90 օրյա ժամկետը անցել է եւ վարորդները ուղղակի վախենում են, որովհետեւ ռդմուտ գործելու պարագայում իրենք ուղղակի մուտքի արգելքի վտանգի առաջ կարող են կանգնել։ Կամ ինչ-ինչ այլ չոր չգիտեմ, շորթման դեպքերի կամ այդ ձեր ասած պահման վայրեր տեղափոխվելու, ոսկե շատ ավելի վատ տարբերակներ կան։ Սպասում են, որ 26 թվականի հունվարից գնան, բայց դրանից տուժում է բիզնեսը, դրանից տուժում է տնտեսությունը, այո, եւ բազմաթիվ այլ հարցեր։ Ես ուզում եմ նաեւ լրացնել, երբ որ դուք ասում եք, որ վարորդները փակում են ճանապարհը, սա ճարահատյալ քայլ էր, եւ վարորդները նշում էին, որ եթե իրենք չկարողանան մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ապա իրենք կփակեն ճանապարհները եւ որևէ ռուս վարորդ եւ ռուսական մեքենա չի կարող մոտ գործել Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն իրենք պարզապես իրենց համար ստեղծված իրավիճակին ուղիղ
հակազդեցություն էին այդ ձևով ստեղծում։ Ոստի այս մասով, քանի որ չկա, ես կարծում եմ, որ չկա վարորդների արմություն, ես կարծում եմ, որ իրենք ուղղակի լուծումը այդ եղանակով էին տեսնում։ Իսկ ընդհանրապես օրինակ ԵԱՏՄ երկրների մյուս երկրների մեջ չկա քննարկում, որ եթե Ռուսաստանը այս ամեն ինչը չվերացնի, իրենք էլ ընդունեն նմանատիպ օրենսդրություն Ռուսաստանի նկատմամբ, այսպես ինչ-որ չափով պատերազմի ավելացում։ Իրավապաշտպանների շրջանակում կա եւ շատ ակտիվ Ղազախ իրավապաշտպան կա, որը հենց դրա մասին խոսում է, նա նաեւ բլոգեր է եւ անընդհատ ներկայացնում է, որ այդ դեպքում մեր ինչին է պետք է ԱՏՄ-ն, եթե նա որևէ կերպ այս խնդիրները չի լուծելու։ Եթե հենց ամենամեխը ԵԱՏՄ-ը դա ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժն է, թե ինքը չի աշխատում, չի ԱՏՄ-ը։ Շնորհակալ եմ շատ Տիկին Բեժանյան, որ ժամանակ գտաք եւ մեր այդ քննարկմանը մասնակցեցիք։ Մենք կշարունակենք ըստ էության հետեւել այս ճգնաժամի հետագա զարգացումներին եւ եթե կարիք լինի նորից կանադառնանք այս թեմային։ Շնորհակալություն։ Հարգելի լսողներ, կհանդիպենք յուրաքանչյուր Կիրակի 19:00։